Ֆուտբոլասեր բարեկամներ խաղային օրը մեզ մոտենում է ավարտին եւ վերջին հանդիպումը միասին կդիտենք էլի լիգայի շրջանակներում Մանչեսթեր Սիթին ընդդեմ Ինտերը եւս մեկ կարեւոր ու հետաքրքիր հանդիպում երկու թիմերի համար էլ եկեք արագորեն ծանոթանանք թիմերի հայտարարությունների հետ սկսենք Ինտերից Մինաս Ղազարյանը պաշտպանում է դարպասը համար 1 Արթուր Մարկարյան համար 2 Սեյդոշա Բաբայան համար 4 Արման Տեր-Խաչատյան համար 5 Մհեդ Դավթյան համար 6 Մարկ Պողոսյան համար 7 Արամ Վարդանյան համար 9 Արման Նավասարդյան համար 10 Գևորգ Վարդանյան համար 17 Նաթիմի Ավակտը Ռուբեն Մանուկյան համար 22 եւ Դավիթ Ղազարյան համար 23 Կա մրցավարի Սուլիչը մեկ կարկած է հանդիպումը ծանոթանանք նաեւ Սիթի հայտարարությունակետ Դարպասը նորամուտի խաղում պաշտպանում է Տիգրան Բարսեղյան համար 99 Գերա Կոստենկով համար 2 Ռոբերտ Խլղացյան համար 4 Հենրիկ Համբարձումյան համար 5 Արտուր Ալավերդյան համար 7 Սիլա Բուբա համար 8 Ալեն Սահակյան համար 9 Արչակ Պողոսյան համար 10 Անատոլի Գաբրիելյան համար 11 Նաթիմի Ավակտե Բուադո Ռենսֆորդ համար 23 եւ Հարտաշես Արաքելյան համար 24 Շատ հետաքրքիր հանդիպում է անկասկած սպասվում է այս 50 րոպեների ընթացքում այո սա էլիտ լիգայի շրջանակներում ինչպես նշեցի հերթական տուրի հանդիպումը է թիմերը միջև այս պահ արդեն երկուական հանդիպում անց են կացել Ինտերը երկու հանդիպումից հետո ունի նույնքան հաղթանակ եւ 6 միավորով այս պահին մրցաշարային հաղթանակում գտնում է երրորդ հորիզոնականում Մանչեսթեր Սիթին էլ երկու հանդիպումից հետո ունի 1 պարտություն 1 հաղթանակ եւ այս պահին մրցաշարային հաղթանակում օնլայն տարբերակով Սիթին գտնում է 8-րդ հորիզոնականում այո առաջի խաղում բացման խաղում այսպես ասեմ իրենց համար հաղթեցին Վոտֆորդին նվազագույն հաշվով այնտեղ Արտուր Ալավերդյանը կարողացավ անհատական վարպետության շնորհիվ գրավել մրցակցի դարպասը ու առաջ մղել Սիթին հանդիպան հաշվի մեջ հետո արդեն պատասխան ավելի ճիշտ կլինի ասել հաջորդ տուրի շրջանակում երբ Սիթին մրցեց Էվերտոնի դեմ այնտեղ գրեց պարտություն 3-2 հաշվով դա եղավ Սիթի առաջի պարտություն այս մրցաշրջանում Էլիտ լիգայի շրջանակներում ու արդեն առայժմ Ինտերը այսպես ասած չի ճաշակել պարտության համը տեսնենք այսօր ինչպեսի ֆուտբոլ կմատնության թիմերը մեզ Բուբա Կրունկով դեպի Ալավերդյանը բայց ավելի շուտ արձագանքեց գնդակին Ինտերի ֆուտբոլիստը Ինտերն էլ երկու խաղերում շատ վստահ տեսք են ունեցել հաղթել են 5-0 տեխնիկական հաղթանակ տարան Աջափյակի նկատմամբ Բուբա հերվից փորձ բայց Ղազարյանը հեռացեց գնդակը տեխնիկական հաղթանակ տարավ Սիթին ներողություն Ինտերը առաջի տուրում հաղթելով Աջափյակին 5-0 եւ հետո էլ արդեն 1-0 հաշվով նվազագույն հաշվով բայց ամեն դեպքում կարողացան հերթական 3 միավորը վաստակել Չելսիի դեմ խաղում նախորդ տուրի շրջանակներում հաղթեցին Չելսին 1-0 հաշվով ու արդեն տեսնենք երրորդ տուրում թիմերի համար ինչպես կդասավորվի սցենարը այն որ երկուստ էլ միանշանակ խաղադաշտում են իրենց հերթական 3 միավորը վաստակելու համար դրանում երկու կարծիք լինել չի կարող բայց իհարկե երկուստ էլ միաժամանակ հաղթել չեն կարող դա էլ պետք է շեշտել եւ այսօր տեսնենք Բախտուն ուղեցի Արշակ Պողոսյան այստեղ խլեցին գնդակը Ինտերի ֆուտբոլիստները ու այդ փոխանցում է կատարում Տեր-Խաչատյանը դարպասապա Մինաս Ղազարյանին դեպի ավելի աչել Ղազարյանը ուղարկեց գնդակ ու գրոյ է փորձում հասնել Ինտերը բայց այս փոխանցումը ուժեղ էր Խլղացյանը վերահսկում էր պաշտպանություն ու վտանգավոր ոչինչ այսպես ասած այս իրավիճակում չստացվեց Արաքելյան դեպի Կոստենկովը փոխանցում կատարեց ստացավ պատասխանը Գերա Կոստենկովից Պողոսյան Շատ վստահ է զգում իրեն դաշտի միջին հատվածում Արշակ Պողոսյանը եւ այստեղ դարպասապա Տիգրան Բարսեղյանը հեռացեց պարզապես գնդակը որքան հնարավոր է հեռու Եզից կնետի Ինտերը Նավասարդյանը ուղարկում է գնդակը Տեր-Խաչատյանին եւ այսպես հետ ուղարկելով փորձում են նորից գրով սկսել խորքից Ինտերի ֆուտբոլիստները Ղազարյան Կրկին Տեր-Խաչատյանին ուղարկեց պրեսինգի գնաց Պողոսյանը, բայց այստեղ Տեր-Խաչատյանը լավ գործեց, հիմա խորքից փոխանցում Խլղացյանն էլ այստեղ առաջինն է, արձագանքում գնդակին կրկին Արաքելյան դեպի Կոստենկով ուղարկեց գնդակը ու փորձում են հիմա էլ աչի եզրով, բայց ոչ Կոստենկով անմիջապես գնդակը տեղափոխվեց Բուբայի ուղղությամբ ավելի Ծախեզեր Բուբա Ալավերդյանին շատ լավ նկատեց, ստացավ պատասխան փոխանցումը շատ նման էր այս խաղարկումը Բուբա եւ Ալավերդյանի միջև հիմա այս գրո տեսնենք Գաբրիելյան ու առաջին վտանգավոր պահ այս խաղում, բայց Գաբրիելյանի հարվածը բարձր է ստացվում, այո, կարող էր հիմա Սիթին առաջ անցնել հաշվի մեջ, բայց
Գաբրիելյանի հարվածը բարձր ստացվեց ու ոչ ամեն դեպքում Ղազարյանը դիպել էր այո գնդակին ու անկյունային է նշանակել մրցավարը Բուբա Հերվից փորձի մա արդեն Բուբայի հարվածը իսկապես բարձր է ստացվում շարունակեմ միտքս այո վարկյաններ առաջ Բուբա եւ Արտուր Ալավերդյանի խաղարկումը հիշեցեց ինձ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Մանչեսթեր Սիթիի հեղինակած գնդակը Ատլետիկո Երևանի դարպասը նույն ոճի խաղարկում իրականացրեցին Ալավերդյանն ու Բուբան այնտեղ Բուբան գրավեց դարպասը ու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում բացեց հաշիվը բայց հետո արդեն 3 գնդակ բաց թողեց Մանչեսթեր Սիթին ու պարտվեց եզրափակիչում Ատլետիկոն 3-1 հաշվով իսկապես շատ հաջող մեկնարկ տվեց Սիթին այդ հանդիպանը բայց հանդիպան երկրորդ խաղակեսը իհարկե Սիթին անհամապատասխան կերպով ընթացավ այնտեղ կարելի ասել սցենարը ստացավ հակառակ պատկերը ու արդեն Ատլետիկոյի օգնի շրջվեց հանդիպումը Մարսեղյանը ուղարկում է գնդակը Խլղացյանին շարժվում է առաջ Խլղացյանը դեպի Գաբրիելյանը լավներ փոխանցումը թողեց Խլղացյանին այս փոխանցումը ավելի գեղեցիկ է Արշակ Պողոսյանը ու հիմա նորից Սիթին հնարավորություն է կորցնում երկրորդ այս խաղում որը ստեղծեցին Սիթիի ֆուտբոլիստները առայժմ որպես այդպեսին Ինտերի վտանգավոր պահին ականատես չեն եղել այս խաղում բայց իհարկե Սիթին չօգտվեց իր երկու հնարավորություններից գնդակը տեղափոխված է ավելի աչեզր իսկ հիմա պարզապես չհասկացան միմյանց Ինտերի ֆուտբոլիստները ու Ղազարյանը կորցրեց գնդակը Ալավերդյան Դեպի Պողոսյանը շատ լավ նկատեց խաղանկերոջը ու կատարեց փոխանցում Գաբրիելյանը ստացավ Պողոսյանից գնդակը թողնում է Ալավերդյանին ու հիմա Ալավերդյանի փոխանցման ճանապարհը փակվեց եւ հակագրոհ Ինտերից տեսնենք այս հակագրոհի ինչ կտա Ինտերին Արման Նավասարդյան ու բրգեց այստեղ Բարսեղյանը Մանչեսթեր Սիթին սա էլ Ինտերի պատասխանը Տեր Խաչատրյանն ու Ալավերդյանը թույլ չտվեց Տեր Խաչատրյանին հարվածային դիրքում հայտնվել Կոստենկով դեպի Ալավերդյանը Գաբրիելյան կրկին Ալավերդյան պատխաղարկման փորձեր սա բայց չհասավ գնդակ Ալավերդյանին Գաբրիելյանի փոխանցումից հետո ու Ինտերը խորքից ձախ եզրով արդեն Սեջոժա Բաբայանի ուժերով փորձում եմ գրոց սկսել դեպի աչ փորձեց հասցեագել գնդակը բայց Բուբան միայնակ էր այստեղ վերահասկեց գնդակը Խլղացյան ուղարկում է գնդակը Արշակ Պողոսյանին դեպի Բուբան լավ փոխանցում կատարեց Պողոսյանը Գաբրիելյան կրկին Բուբա հասավ գնդակին այո հետ է ուղարկում Խլղացյանին գուցե հերվից փորձի Խլղացյանը բայց ոչ արդեն փակվեց հարված կատարելու ճանապարհը Իհարկե նա կարող է նմանատիպ տարածություններից կրակել պարզապես մրցակիցների դարպասի ուղղությամբ, բայց այս դեպքում դա թույլ չտվեցին, քանի որ շատ հեռու էր առանցայինել տարածությունը, հիմա պարզապես սկսում է դարպասից Ինտերը Բաբայան շարժվում է առաջ, լավ տարածություն հաղթարեց Բաբայանը միայնակ ուղարկեց Պողոսյանին, Պողոսյանի հարվածն էլ կա ու անկյունային է վաստակում այս իրավիճակում Ինտերի ֆուտբոլիստ Մարկ Պողոսյանը Ինտերի համար այո փակեց Ռոբերտ Խլղացյանը նրա հարվածի ճանապարհը ու անկյունայինը տեսնենք ինչ է տալու արդեն Ինտերի ֆուտբոլիստերին Հենց Պողոսյանն էլ կիրականացնի անկյունայինը սա ցածից փոխանցում է, բայց Բուբան հեռացնում է գնդակը Եվս մեկ անգամ Ինտերը գնդակը խաղի մեջ կմտցնի, այո նորից անկյունային, ոչ թե եզրային նետում Այո, անկյունային է նշանակել մրցավարը եւս մեկ փոխանցում ու նորից Բուբան է կանգնում գնդակի ճանապարհին, հիմա արդեն եզրային նետում է իրականացնելու Ինտերը
Նավասարդյան Տեր Խաչատրյան դեպի կենտրոն, բայց Արաքելյանը հեռացեց գնդակ, իսկ հիմա արդեն դուրս կգա այո գնդակը դաշտի սահմաններից ուժեղ էր այս փոխանցումը, Վարդանյանը հասնել չէր կարող գնդակին ու եզիս նետելու է Կոստենկովը, Արաքելյանին նետեց, Արաքելյան կրկին Կոստենկով դեպի Պողոսյանը, Պողոսյանն էլ թողեց գնդակը Սիլյաբուբային, Խլխացյան Կրկին Բուբա Բայց հագվեց այստեղ Բուբայի փոխանցման ճանապարհը հակագրո Ինտերից ու Խլխացյանը դա թույլ չի տալիս վերջի պահին շատ լավ պարզեց ոտքը Ռոբերտ Խլխացյանն ու կանգնեց գնդակի ճանապարհին թույլ չտալով Ինտերի արձակվող Արամ Վարդանյանին հայտնվել հարվածային դիրքում Պողոսյան դեպի Բուբան հետ է ուղարկում Բուբան էլ գնդակը Խլխացյանի ուղղությամբ դեպի Արաքելյանը Ալավերդյան մեքապումով ստացվեց գնդակը փոխանցում կատարել դեպի Պողոսյանը, բայց գնդակը կորցրեցին, իսկ հիմա Ինտերի հակագրոհը եթե Պողոսյանը իհարկե արձագանք էր գնդակին ավելի վտանգավոր կստացվեր, Նավասարդյանը արեց անհնարին այս իրավիճակում ամեն դեպքում պայելով գնդակը, Գաբրիելյան կարող էր նաև շրջվել, եթե ուժեի խաղակերները, բայց կորցրեց արդյունքում գնդակը Սիթին ու Ինտերը նորից գրոհի անցնում Մարկ Պողոսյան, կա փոխանցում Արման Նավասարդյանի ուղղությամբ Նավասարդյան ու չնստեց գնդակը այստեղ Նավասարդյանի ոտքին Շեղ ստացվեց նրա կատարած հարվածը Արաքելյան դեպի Բարսեղյանն է ուղարկում գնդակը դարպասապա Արաքելյանը դարպասապային Արաքելյանը ներողություն Արշակ Պողոսյան Կրկին Արաքելյան ու Ալավերդյանը գնդակը տեղափոխում է Խլխացյանի ուղղությամբ, այո Սիթին շատ հանգիստ է խաղարկում գնդակը իր կիսադաշտում առանց որևէ խնդիրների, բայց դա միայն բավական չէ, իհարկե պետք է շարժվել առաջ, պետք է փորձել բացել հանդիպան հաշիվը, դա ես ոչ միայն Սիթիի տեսանկյունից, երկու թիմերի տեսանկյունից եմ խոսում Տեր Խաչատրյան բայց Խլխացյանը այստեղ փակում է փոխանցման ճանապարհը ու հիմա Սիթին գուցե ավելի ակտիվ գրոհի անցնի Պողոսյան միայնակ գործեց այստեղ Պողոսյանը, բայց Վարդանյանը հասրեց փակել նրա տարջև տարածությունը, իսկ հիմա ուղարկեց գնդակը Բուբային ևս մեկ փոխանցում ու հեռացված է գնդակը անկյունային նաև վաստակեց այստեղ Մանչեսթեր Սիթին Արտուր Ալավերդյան Բուբամ հետ փոխանցում Խլխացյանին, հերվից է փորձում Խլխացյանը, բայց Վարդանյանն է փակում Խլխացյանի հարվածի ճանապարհը Նավասարդյան, այստեղ միջամտեց պայքարին ու պայեցին այո գնդակի Ինտերի ֆուտբոլիստները դաշտի սահմաններում Վարդանյանն էլ ուղարկեց առաջ, բայց Սիթիի պաշտպանությունը շատ վստահ իրեն զգում, Արաքելյան Խլխացյան այս զույգը իսկապես շատ հաջող մրցաշրջան անցկացրեց նախորդ էլիտ լիգայում, այս էլիտ լիգայում կրկին փայլում են Բուբալյաններ փոխանցումը Արշակ Պողոսյանին, բայց այս փոխանցումը եթե չեմ սխալվում Վարդանյանը հասցրեց հեռացնել թույլ չտալով գնդակը հասնի Անատոլի Գաբրիելյանին, արդեն հայտնվել էր Գաբրիելյանը հարվածային գոտում, եթե հասներ գնդակը նրան, ապա անմիջապես կարող էր հարվածել, կարող էր նույնիսկ ընդունել, հետո հարվածել ուներ այդպիսի տարածություն, այդպիսի ժամանակ այդքան ազատ տարածություն էին տվել Գաբրիելյանին նախորդ դրվագում, իսկ հիմա արդեն եզիս նետելու է Ինտերը Մանուկյան ուղարկեց գնդակը Բաբայանին դեպի Վարդանյանը ու շատ լավ գնդակի տեղափոխություն էր դեպի Ռուբեն Մանուկյանի ուղղությամբ Վարդանյանից Բաբայան բայց այստեղ հաջող գնդակի խլում է իրականացնում Մանչեսթեր Սիթին ու Ալավերդյանն ու Բուբան այս իրավիճակում այս անգամ արդեն չհասկացան միմյանց Նավասարդյան, բայց տեսեք ինչպես
Իշ սխալ ուղեց այսպես ասած Ալավերդյան, այո կորցրեց գնդակը հետո շատ արագ էլ վեյա կանգնեց երկար փոխանցում առաջ Վարդանյանն առաջինն է արձագանքում գնդակին եւ հեռացնում Բուբան է այստեղ, բայց իհարկե Բուբան էլ չմիջամտեց ու թույլ տվեց որպեսզի գնդակը հեռանա դաշտի սահմաններից Եզիս կնետի Մանչեսթեր Սիթին Ալավերդյան դեպի Առաքելյանը փոխանցեց շարժում է առաջ Առաքելյանը գտավ Գաբրիելյանին ստացավ պատասխան փոխանցումը նրանից բայց այստեղ գնդակը խլեց Ինտերը մրցակից Արման Նավասարդյան ստացվեց անցումը Նավասարդյանի մոտ բայց այո արդեն խաղի կանոնների խախտում տեղի էր ունեցել Նավասարդյանի դեմ պայքարում ու Ինտերը ստանդարտ իրականացնի այս Նավասարդյանն էլ գնդակի մոտ է Հերվից փորձ բայց շեղությամբ է ստացվում այս հարվածը Նավասարդյանի կատարած Ալավերդյան ուղարկում է գնդակ Առաքելյանի ուղղությամբ դեպի Կոստենկովը շատ լավ տարավ Կոստենկովի իր գնդակը կատարեց փոխանցում Պողոսյանին բայց կարծում եմ շտապեց այստեղ Պողոսյանը այո կարող է դադար վերցնել ու հետո արդեն տարբերակները կհայտնվեին նրա առջև այս իրավիճակում ամեն դեպքում ուներ թե հարված կատարելու հնարավորություն թե այլ ուղղությամբ փոխանցելու իսկ հիմա արդեն խախտում է հենց Պողոսյանը խաղի կանոնները Դեր Խաչատրյան Վարդանյանին ասացեց գնդակ ու արդեն Մանուկյանի ուղղությամբ փոխանցում տեսանք Վարդանյանից Լավ տարածություն է հաղթարում Մանուկյանը միայնակի ճանցումներ էր բայց իհարկե անվերջ չես կարող անցումներ իրականացնել հայտնվեց Կոստենկովը նրա առջև ու այսպես չեզոքացվեց կարելի ասել գրոհը Ինտերին Պողոսյան Պողոսյան լավ անցում էր նաև Պողոսյանից այս իրավիճակում հասցրեց պարզապես Պողոսյանը ի տարբերություն Մանուկյանի փոխանցել Խլղացյան Պողոսյան բեկապումով դեպի Ալավերդյանը գրոհում է հիմա Սիթին նորից արշակ Պողոսյան ու այս անգամ արդեն չստացվեց գնդակը հասցեակել Ալավերդյանին բայց Խլղացյանն էլ թույլ չի տալիս Ինտերը գրոհը զարգանա Անատոլի Գաբրիելյան դեպի Բուբան բայց Վարդանյանը գարտացել է այդ մտահղացում ու կանգնեց գնդակի ճանապարհին հիմա հակագրոհը գուցե ստացվի Ինտերի մոտ ստացվեց բայց վերջում ահա Արշակ Պողոսյանը արդեն նահանջել է ու պաշտպանությանն է օգտում իսկ հիմա կարող է հակագրոհել Սիթի Կոստենկով աչ եզրով առաջ եկավ Կոստենկովը նույնիսկ հարվածեց բայց շեղությամբ ստացվեց Կոստենկովի հարվածը այս իրավիճակում հարված կտեսնենք Մինաս Ղազարյանի պաշտպանած դարպասից բայց միջ այդ փոփոխություն է տեղի ունենում Ինտերի կազմում լքեց խաղադաշտը Արման Նավասարդյան ու նրա փոխարեն Մհեր Դավթյանը մտավ խաղադաշտ Վարդանյան Բաբայանին է ուղարկել գնդակը երկար փոխանցում առաջ Առաքելյանը վերահասկեց այս իրավիճակը բայց հիմա կրկին Բաբայանը վերականգնեց գնդակը Մարկ Պողոսյան Մանուկյան լավ գործողություն տեսանք Մանուկյանից երկար փոխանցում ու այստեղ արդեն Բարսեղյանը դուրս եկավ դարպասից բայց հետո էլ Դավթյանի մոտ չստացվեց հարված կատարելը այո չֆիքսեց դարպասապահ գնդակը բայց իհարկե Ինտերն չօգտվեց իր հնարավորությունից Պողոսյանն մի փոքր հեռու թողեց գնդակ ու Վարդանյանը հաջող խլում իրականացրեց եւ շարժվում է առաջ ցախ եզրով Վարդանյան սա հարվածի փորձ էր բայց իհարկե նման հեռու տարածությունից էս չէ հարվածել այն էլ երբ Առաքելյանը հայտնվում է հարձակվողի առջև
Ոչ միայն խանգարում է, նաև տեսեք ինչպեսի տարածությունից փակեց մրցակցի արվածի ճանապարհը։ Հիմա կրկին Արաքելյանն է վերահսկում իրավիճակը ու արդեն ուղարկում է գնդակը Տարպասապա Տիկյան Բարսեղյանի ուղղությամբ երկար փոխանցում, բայց ուժեղ է նաև այս փոխանցումը հիմա փոփոխությունը տեղի ունենում երկու թիմերի կազմում էլ Սիթիի կազմում Հենրիկ Համբարձումյանը մտավ խաղադաշտ Արշակ Պողոսյանի փոխարեն Ինտերի կազմում էլ Մարկ Պողոսյանին փոխարինեց Արթուր Մարկարյանը ու տեսնենք արդեն նոր խաղադաշտ դուրս եկած ֆուտբոլիստները ինչ կառաջարկեն մեզ Դավթյանը այստեղ մի փոքր անհաջող ստացվեց փոխանցում ու Կոստենկովն է շարժվում առաջ դեպի Բուբան լավ նկատեց Ալավերդյանին Բուբան Գաբրիելյան ու այստեղ չանցավ Գաբրիելյանի կատարած փոխանցումը Մհեր Դավթյան գուցե մի փոքր արագանա գրոյի տեմպը բայց այո արդեն խաղի կանոնների խախտում թույլ տվեց Անատոլի Գաբրիելյան այս իրավիճակում ու ստանդարտ իրականացրի Ինտերը Դավթյան, բայց այստեղ ինչ իրավիճակ է Մարկարյան ուղարկեց Վարդանյանին ու Բարսեղյանը բրկում է ևս մեկ հարվածի փորձ եւ ինչի մասի խոսում ենք Արաքելյանը դա թույլ չի տալիս հիմա էլ տեսանք ևս մեկ հարված ու Բարսեղյանն է հեռացնում գնդակը սա ավելի մոտ էր իհարկե գոլային հնարավորության Ինտերի համար բայց վերջում իհարկե 2-3 հարված հետևեց ու այս իրավիճակում ստացվեց Սիթիի մոտ դարպասը բայել անառիլ շատ հանգիստ ֆուտբոլ է ընդհանուր խաղադաշտում իսկապես առայժմ որպես այդպիսին թե էմոցիոնալ առումով թե հանդիպան լարվածության տեսանկյունից շատ կոռեկտ ֆուտբոլ է ընդհանուր խաղադաշտում ինչ իհարկե բնականաբար հաճելի է դիտել պարզապես գոլերն են պակասում այս խաղում Եզից հիմա կնետեն Ինտերի ֆուտբոլիստները Մանուկյան Տեր Խաչատրյան Աստրեց այստեղ կատարել փոխանցում Բաբայանին խորքից ևս մեկը Խլղացյան հեռացեց գնդակ ու կարող է հակագրոհ ստացվել Սիթի Ալավերդյան դեպի Բուբան բայց դանդաղեց Բուբան Վարդանյանը շատ հաջող խլեց ուղարկեց Դավթյանին լավ է նաև այս փոխանցումը ու Բարսեղյանը բրկում է հիմա Մանչեսթեր Սիթին այո շատ գրագետ գործեցին Ինտերի ֆուտբոլիստները հատկապես վերջին պահին Արման Տեր Խաչատրյանը շատ գրագետ վարվեց չդիպավ գնդակին ու փակեց Դարպասապայի տեսադաշտը բայց նույնիսկ այդ պարագայում Բարսեղյանը կարողացավ կռահել գնդակի ուղղությունը ու հեռացնել այն հիմա էլ Համբարձումյանն է խախտում խաղի կանոնները Մարկարյանի դեմ պայքարում ու արդեն ստանդարտ իրականացնի Ինտերը խաղակեսի վերջին րոպեներն են ու տեսնենք Վարդանյանն է գնդակի մոտ կա մրցավարի Սուլիչը Վարդանյան բարձր է ստացում Վարդանյանի կատարած հարվածը եւ Սիթին սկսում է խորքից Կոստենկով դեպի Բուբաներ ուղված այս փոխանցումը բայց Բաբայանը կանգնեց գնդակի ճանապարհին հետո էլ հենց Կոստենկովից հեռացավ գնդակը դաշտի սահմաններից Դավթյան ու այստեղ էլ սխալվեց Դավթյան Ալավերդյան դեպի Համբարձումյանը մի փոքր ավելի արագ կարող է հակագրոհել Սիթին բայց Համբարձումյանը որոշեց ետ փոխանցել Խլղացյանին լավ էր փոխանցումը բայց Մինաս Ղազարյանը այսպես հեշտությամբ չէր զիջի այս դրվագը դուրս եկավ դարպասից ու շատ վստահ կերպով տիրեց գնդակին ինչ փոխանցում էր կատարեց հիմա Բաբայանը Վարդանյան Մաքուր գործողություն է այո չկա խաղի կանոնների խախտում Բուբա դեպի Գաբրիելյանը բայց այստեղ կրկին փակվեց գնդակի ճանապարհը իսկ հիմա Խլղազյանը եթե չէր ասնում այս գնդակին ապա Մարկարյանը արդեն Բարսեղյանի դիմաց միայնակ կմնա իսկ հիմա հակագրոհ Ինտերից Վարդանյան աչ եզրում է Վարդանյանը տեսնենք ինչ շարունակություն է մտածում գտավ Դավթյանին առջևում բայց ուժեղ կատարեց փոխանցումը
ու Սիթին խորքից նորից գրոհ է փորձում սկսել, սա կարող է լինել նաև խաղակեսի վերջին գրոհը, Բուբա Ալավերդյան գեղեցիկ էր, Բուբա հարված է պետ, Բուբա այդպես էլ արեց, Բուբան ու շեղությամբ ստացվեց հարվածը, առաջի խաղակեսն էլ ավարտվեց հենց այս իրավիճակում, 0-0 առայժմ հանդիպան հաշիվը բացված չէ, կարճ դադար, որից հետո կշարունակենք։ Սիրելի ֆուտբոլասերներ, մեկնարկում եմ Մանչեսթեր Սիթին ընդդեմ Ինտերի հանդիպան երկրորդ խաղակեսը, առաջի կեսից հետո հանդիպան հաշիվը բացված չէ ու տեսնենք թիմերը երկրորդ խաղակեսում ինչպիսի ֆուտբոլ կառաջարկեն մեզ հիմա։ Եկեք եւս մեկ անգամ վերհիշենք թիմերի հայտարարությունները, սկսենք Ինտերից Մինաս Ղազարյանը պաշտպանում է դարպասը համար 1, Արտուր Մարկարյան համար 2, Սերոժա Բաբայան համար 4, Արման Տեր-Խաչատյան համար 5, Մհեր Դավթյան համար 6, Մարկ Պողոսյան համար 7, Արամ Վարդանյան համար 9, Արման Նավասարդյան համար 10, Գևորգ Վարդանյան համար 17, Ռուբեն Մանուկյան համար 22 եւ Դավիթ Ղազարյան համար 23։ Մանչեսթեր Սիթի դարպասը պաշտպանում է Տիգրան Բարսեղյանը համար 99, Գերա Կոստենկով համար 2, Ռոբերտ Խլղացյան համար 4, Հենրիկ Համբարձումյան համար 5, հիմա Բաբայանի հերարփորձ ու Արաքելյանն է փակում գնդակի ճանապարհը, շարունակեմ Սիթի հայտարարությունը ներկայացնել, Արտուր Ալավերդյան համար 7, Սիլա Բուբա համար 8, հիմա հենց Բուբան է գնդակով, բայց մի փոքր ուժեղ կատարեց փոխանցումը։ Շարունակեմ ծանոթացնել Մանչեսթեր Սիթի հայտարարությունը, Ալեն Սահակյան համար 9, Արչակ Պողոսյան համար 10, Անատոլի Գաբրիելյան համար 11, նա թիմի ավագն է, Բուաուդո Ռանսֆորդ համար 23 եւ Արտաշես Արաքելյան համար 24։ Հիմա կա խաղի կանոնների խախտում Պողոսյանի դեմ պայքարում։ Տեսնենք, Նավասարդյանը կարծես կիրականացնի ստանդարտը, կա մրցավարի սուլիչը Արման Նավասարդյանը հերվից հարվածի փորձ էր սա, բայց բարձր ստացվեց Նավասարդյանի կատարած հարվածը։ Ու Սիթին սկսում եմ խորքից Խլղացյան։ Ուղարկեց գնդակը դեպի Արաքելյանը, դեպի Համբարձումյանն էլ Արաքելյանն է հասցեագրում գնդակը։ Կա փոխանցում Բուբայի ուղղությամբ ու դուրս եկավ այո գնդակը դաշտի սահմաններից։ Եզից նետում է Բուբան, Համբարձումյան։ Ուղարկեց գնդակը կրկին Գաբրիելյանին ու անկյունային է վաստակում նորից Մանչեսթեր Սիթին։ Արագորեն խաղարկում են անկյունային Գաբրիելյանն ու Համբարձումյանը, հետ փոխանցում դեպի Արտաշես Արաքելյանը։ Բայց այստեղ խլեց Վարդանյանը գնդակը ու հակագրո Ինտերից վտանգավոր հակագրո Վարդանյան կարող է բացվել հաշիվը, այդպես էլ կա 1-0 Ինտերն առաջ է անցնում հաշվի մեջ։ Արամ Վարդանյան 1-0 բացված է հանդիպան հաշիվը, իսկապես շատ արագ հակագրոյի անցավ Ինտերը, օգտագործեց իր հնարավորությունը Վարդանյանը ու հիմա տեսնենք Սիթի պատասխանը ինչպես է ստացվելու այս բաց թողած գնդակից հետո, իհարկե սա կարծում եմ Մանչեսթեր Սիթիի պլաններում չէր մտնում առաջինը գնդակը սեփական դարպասից անել ու հիմա տեսնենք Սիթին ինչպես պետք է փորձի պատասխանել բաց թողած գնդակին Համբարձումյան։ Հետ ուղարկեց գնդակը Արաքելյանին, դեպի Խլղացյանը աչի եզրով հիմա Սիթին փորձի գրո կազմակերպել, երկար փոխանցում առաջ ու Ղազարյանը հասցրեց այո վերջնել գնդակը, եղավ նաև անադարձ այս իրավիճակում Ինտերի ֆուտբոլիստից, բայց ամեն դեպքում դարպասապահ կարողացավ տիրել գնդակի եզից է նետելու Ինտերը։ Երկար փոխանցում, բայց Արաքելյանը շատ հանգիստ այստեղ
Փագեց փոխանցման ճանապարհը, հետո էլ հարված իր վրա ընդունեց ու անկյունային հարվածի հնարավորություն տվեց Ինտերի ֆուտբոլիստերին եւ տեսնենք Ինտերը ինչպես խաղարկի անկյունայինը Մարկ Պողոսյանն է գնդակի մոտ Ցածից փոխանցում Ամբարձումյանը հեռացեց գնդակ ու դա կարող է հակագրոհի սկիզբ հանդիսանալ Սիթի համար Բուբա անցումը լավ դե տեսնենք շարունակությունը Բուբա միայնակարեց ամեն ինչ Ալավերդյան Համբարձումյան աչից Կոստենկովն է, բայց չկարողացավ այստեղ գրոհը ավարտել Մանչեսթեր Սիթին այնպես ինչպես սկսեցին այս իրավիճակում իսկապես շատ լավ հնարավորություն էր Կոստենկովի հարվածը չստացվեց եւ հիմա Ինտերն է պատասխան գրոհին անցնում Վարդանյանն ու չստացվեց Վարդանյանի փոխանցումը եւ Համբարձումյանը հետ ուղարկեց մարզապես գնդակը խորքից կսկսի Մանչեսթեր Սիթին եւս մեկ գրոհ Հողացյան Բարսեղյան ուղարկում է գնդակը Կոստենկովին, կրկին Խլղացյան, բայց չասավ այստեղ գնդակը եթե չեմ սխալվում Ալավերդյանին էր փոխանցում կատարում Խլղացյանը, հետո իր սխալը ուղղեց եւ հիմա Սիթին կարող է եւս մեկ հակագրոհի հասնել Բուբան, Գաբրիելյանը ազատ է ստացավ գնդակը Գաբրիելյանը, հետ փոխանցում Բուբան եւ Բուբան այո խախտեց խաղի կանոնները, թիկունքի ծրեց այս իրավիճակում Վարդանյանին ու Կար խաղի կանոնների խախտում կրկնակի փոփոխություն է տեղի ունենում Սիթիի կազմում Սիլաբուբան ու Գերա Կոստենկովն են լքում խաղադաշտը եւ նրանց փոխարեն խաղադաշտ է վերադառնում Արշակ Պողոսյանը նա իհարկե մեկնարկային կազմում է եւ առաջին անգամ խաղադաշտ է մտնում այս խաղում Մանչեսթեր Սիթիի կազմում Բոուդո Ռենսֆորդը Երկար փոխանցում առաջ Բարսեղյանն առաջինն է արձագանքում գնդակին նետում Արշակ Պողոսյանի ուղղությամբ ու նորից Սիթին անցնում է գրոհի Պողոսյան դեպի Խլղացյան ուղարկեց գնդակը Ռենսֆորդ Ալավերդյան շատ լավ ընդունեց գնդակը կատարեց փոխանցում Արաքելյանին դեպի Ձախել Արաքելյանն է ուղարկում Էդիկ Համբարձումյան Կրկին Արաքելյան լավ խաղարկում էր Համբարձումյանի ու Արաքելյանի միջև բայց այստեղ սխալ ուղղությամբ ընթացավ փոխանցումը հակագրոհի Ինտերից բայց ուժեղ է նաև այս փոխանցումը եթե չեմ սխալվում Պողոսյանն էր հայտնվել այո ուշադրության կենտրոնում եւ Սիթին փորձում է նորից գրոհի անցնել Ալավերդյան թողեց Համբարձումյանին այդ փոխանցում է Համբարձումյանը կատարեց Արաքելյանի ուղղությամբ ու արդեն ավելի խորքից գրոհ անցնելու փորձ բայց սխալ արդյունքում ու Պողոսյանի հարվածից հետո Բարսեղյանը իր սխալը կարողանում է ուղղել այո նրա կատարած փոխանցումից հետո խլեցին Ինտերի ֆուտբոլիստները գնդակի իսկ հիմա չի ավարտվել Ինտերի գրոհ Վարդանյան Մնաց գնդակով Վարդանյանը, բայց արդեն գնդակը դուրս է եկել այո դաշտի սահմաններից Ռենսֆորդն է նետում եզրից Բուբա Խլղացյան Ռենսֆորդ դեպի Ալավերդյան ուղարկեց գնդակը Արթուր Ալավերդյան Գտավ Գաբրիելյանին այս խաղարկումը գեղեցիկ էր Ռենսֆորդ վտանգավոր է ու այստեղ հասցնում է Ռենսֆորդի փոխանցման ճանապարհին ճիշտ գոտում հայտնվել Ռուբեն Մանուկյանն ու թույլ չտավ որպեսզի փոխանցումը հասնի Ասիատիոջը Նավասարդյան դեպի Մարկարյանը շատ լավներ է նաև այս փոխանցումը բայց Խլղացյանը պաշտպանության կենտրոնը վերահսկում էր իսկ հիմա արդեն Վարդանյանը շատ կոպիտ խաղում իրականացեց Ալավերդյանի դեմ պայքարում Տեսնենք ինչ պատեց Մանչեսթեր Սիթի ֆուտբոլիստ Արթուր Ալավերդյանին
Փոփոխություն տեղի ունեցավ Մանչեսթեր Սիթիի կազմում այս րոպեներին Ալավերդյանը չի կարողանում շարունակել հանդիպումը, հուսանք որ ֆուտբոլիստի հետ ամեն ինչ կարգին կլինի ու Ալավերդյանը այս հանդիպմանը կրկին ներկա կգտնվի խաղադաշտում եւ նրա փոխարեն խաղադաշտ վերադարձավ Բուբան, հիմա գրո Սիթիից Գաբրիելյան թողեց Պողոսյանին գնդակը լավ դեր փոխանցումը Բուբային ու եթե ստացվեր Բուբայի այս փոխանցումը դեպի Հենրիկ Համբարձումյանը, ապա արդեն Համբարձումյանը պատրաստ էր եզրափակել Բուբայի փոխանցումը, դա չեղավ, իսկ հիմա հակագրո Ինտերից, բայց Ռեյնշֆորդը շատ լավ է պաշտպանվում եւ հակագրո նաեւ հիմա ունի հնարավորություն հակագրոյի Սիթին սա իհարկե խաղի կանոնների խախտում էր, անկասկած դեղին քարտ Մարկ Պողոսյանին միտումնավոր խաղի կանոնները այսպես խախտելու համար կա մրցավարի Սուլիչը Խլղացյանն է գնդակի մոտ տեսնենք հերվից հարվածի է կարծես պատրաստում Խլղացյանը ծածից ամեն դեպքում ուղարկեց գնդակը դեպի Տուգանայինի մատույցները հստակ չեմ կարող ասել սա հարված է թե փոխանցում բայց հանգվեց գնդակի ուղղությունը Խլղացյան դեպի Պողոսյանը լավ գործողություն Պողոսյանից լավ անցում Պողոսյանից բայց Վարդանյանը հարվածի ճանապարհին կանգնեց հետո էլ Պողոսյանը ձեռքով խաղաց ու ստանդարտ իրականացնի Ինտերը բայց մինչ այդ փոփոխությունը տեղի ունենում Ինտերի կազմում գոլի հեղինակ Արամ Վարդանյանն է լքում խաղադաշտ ու նրա փոխարեն Դավթյանը կրկին վերադարձավ խաղադաշտ երկար փոխանցում այստեղ Արաքելյանը հեռացեց գնդակը Պողոսյանի ուղղությամբ Համբարձումյան կրկին Պողոսյան շատ լավ փոխանցում Հենրիկ Համբարձումյանին արված ու հասրեց Բաբայան այո հեռացնել դատաշ դարպասից գնդակը շատ լավ անցկացեց Համբարձումյանը գնդակը դարպասապայից բայց վերջին պահին հայտնվեց այո Ինտերի պաշտպանը ու կարողացավ Համբարձումյանի հարվածը հեռացնել այո Սերյոժա Բաբայանը եթե չեմ սխալվում այո նա էր ով Փրկեց այս իրավիճակում Ինտերին վերահաս գոլից, ասենք այդպես, քանի որ Համբարձումյանի հարվածից հետո արդեն ոչ ոք չէր խանգարում գնդակին հայտնվել ցանցում, բայց նախընտրեմ Բաբայանը հայտնվեց ու իսկական խոչընդոտ հանդիսացավ այս իրավիճակում Համբարձումյանի կատարած հարվածը եզրային նետումն իրականացված է Բուբա Գաբրիելյան Եվ անկյունային այո վաստակեց Սիթին այս իրավիճակում Արագոն է խաղարկում է Սիթին գնդակը Արաքելյանի ուղղությամբ է ուղղված գնդակը հասավ Արաքելյանին Արշակ Պողոսյան դեպի Բուբան շատ լավ նկատեց Համբարձումյանին Բուբան Համբարձումյան Ռեյնսֆորդ ու դիպել է այո գնդակը Ռեյնսֆորդի ձեռքին Համբարձումյանի հարվածից հետո շատ լավ հնարավորություն էր հիմա Սիթիի համար բայց Ռեյնսֆորդի ձեռքին դիպավ գնդակը ու իհարկե մրցավարը նշանակեց ստանդարտում իօգուտ Ինտերի Պողոսյան ուղարկում է գնդակը Բուբայի ուղղությամբ Բուբա այո պայել է գնդակը դաշտի սահմաններում Համբարձումյան դեպի Պողոսյանը կրկին Բուբա ուղարկում է Բուբան գնդակը Արաքելյանին այո Սիթին աստիճանաբար փորձում է մոտենալ մրցակցի դարպասի ուղղությամբ այստեղ Տեր Խաչատյանը հեռացրեց գնդակ ունի իհարկե դեռ խաղաժամանակ Մանչեսթեր Սիթին կարող է դեռ ոչ միայն մեկը նաև երկուսը հեղինակելու մասին մտածել 12 րոպե դեռ կա հիմնական ժամանակի ավարտին ուղիղ երկրորդ քաղաքեսի կեսը դեռ արժևում է իհարկե Սիթիի համար Խլղացյան խորքից փոխանցում դեպի Պողոսյանը նորից Խլղացյանն է ստանում գնդակը աչ եզրում տեսնենք շարունակությունը ինչպես կլինի Բուբա Պողոսյան կա Գաբրիելյանի տարբերակը ստացավ Անատոլի Գաբրիելյանը գնդակը Վարդանյանն է պայքարում նրա դեմ բայց պայեց գնդակը Գաբրիելյանը իր մոտ
Պողոսյան, գուցե հրվից փորձի Սիթին, ուղարկեց Խլղացյանին, կարող է Խլղացյանը անել այդ ամենը, բայց փոխանցում կատարեց Արչակ Պողոսյանին, վտանգավոր է Գաբրիելյան, Պողոսյան ու հիմա շեղ է ստացում Արչակ Պողոսյանի կատարած հարվածը, ամբողջությամբ մոտեցավ մրցակցի դարպասին Մանչեսթեր Սիթին ու արեցին իհարկե հնարավորինս այս իրավիճակում բոլորին շրջանցեցին, կարծես նույնիսկ դարպասապահ Ղազարյանը արդեն դուրս մնաց խաղից այս իրավիճակում, բայց Պողոսյանի հարվածը շեղությամբ ստացվեց։ Խլղացյան Համբարձումյանին է ուղարկում գնդակը, ձախ եզրով է գրոհում Սիթին, նորից Խլղացյան եւ խախտեց արդյոք խաղի կանոնները Խլղացյանը, դադարեցնում է ամենայն դեպս մրցավարը հանդիպումը հասկանանք քիչ պատահեց Պողոսյանին։ Խաղի կանոնների խախտում չէ նշանակել մրցավարը, բայց ամեն դեպքում հանդիպումը դադարեցեց հասկանալու համար իհարկե ինչ է պատահել Պողոսյանին, իսկ նրա հետ արդեն ամեն ինչ կարգին է, ես իսկ կնետի Ինտերը Պողոսյան խլումը ստացվեց այս իրավիճակում, դեպի Բուբան ուղարկել գնդակը ստացվեց Գաբրիելյան, նորից Բուբա վտանգավոր է, Բուբա ու հիմա արդեն դարպասածողն է փրկում, Ինտերին հիմա էլ Մինաս Ղազարյանն է շատ լավ գործում Ռենսֆորդի հարվածից հետո եւ հիմա է տեսնենք ինչ պատահեց Ինտերի դարպասապահին Այո, Սիթին բավական մոտեցել է արդեն մրցակցի դարպասին, իհարկե, եթե այսպիսի տեմպով շարունակեն Սիթիի ֆուտբոլիստները կարող են հանդիպան հաշիվը առաջիկա րոպեների ընթացքում հավասարեցնել, բավական պահեր ունի արդեն Մանչեսթեր Սիթին այս խաղի ժամանակ։ Այստեղ պարզապես դարպասածողը եկավ օգնության Ինտերին, հիմա ծափարություն էր երկու թիմերին էլ մեկը մյուսին զիջելու համար։ Ու ես նետում եմ Ռաքելյանը Բարսեղյանի ուղղությամբ Ռենսֆորդ Կա կենտրոնում Բուբան ուղարկեց գնդակը Բուբայի ուղղությամբ Բուբա լավ գործողություն լավ փոխանցում Գաբրիելյան մի փոքր հեռու թողեց գնդակը եւ երացեցին արդեն գնդակը Գաբրիելյանի ոտքերի արշավից ամեն դեպքում նորից գնդակը Սիթիի մոտ է Պողոսյան Բուբա դեպի Համբարձումյանը լավ անցում ստացվեց Համբարձումյանի մոտ սա փոխանցում էր ու այստեղ Բաբայանն է հեռացնում գնդակը այո շատ այսպես ասած խառը իրավիճակ ստացեց հիմա Ինտերի տուգանայինի մատույցներում բայց կարողացան հաջող պաշտպանվել այս իրավիճակում Ինտերի ֆուտբոլիստները իսկ հիմա արդեն անկյունային է վաստակում Մանչեսթեր Սիթին բայց այստեղ էլ օգուտ չտվեց անկյունայինի խաղարկումը Սիթիի ֆուտբոլիստներին հեռացված է գնդակը Արման Նավասարդյան ու Խլղացյանը հասցրեց այո այստեղ ոչ միայն փակել Նավասարդյանի առաջխաղացման ճանապարհը նաև կարծես հարված ստացավ այս իրավիճակում Խլղացյանը ոտքին Եվ փոփոխությունը տեղի ունենում նաև հիմա Մանչեսթեր Սիթի կազմում Կոստենկով վերադառնում է խաղադաշտ փոխարինվում է Ռենսֆորդը ու տեսնենք արդեն Կոստենկովը թարմ ուժերով ինչ կփորձի առաջարկել Նավասարդյանն է գնդակի մոտ կասուլիչը հերվից փորձ Բարսեղյանը հեռացեց Դավթյանի հարվածն էլ բարձր է ստացվում այս իրավիճակում ինչ հարված կատարեց ինչ տարածությունից Արման Նավասարդյանը իսկապես խնդիրներ առաջացեց մրցակցի դարպասապահի համար բայց Տիգրան Բարսեղյանը շատ ճիշտ ցած կատարեց շատ ճիշտ գնահատեց իրավիճակը ու կարողացավ հեռացնել գնդակը Համբարձումյան ձախ եզրում է Համբարձումյանը թողնում է գնդակը Բուբային
Դեպի Պողոսյանը կրկին Բուբա աչից կա Խլղացյանը ուղարկեց նրան գնդակը Բուբան մեկը պումով Խլղացյանի կողմից ճիշտ փոխանցում էր, բայց առաջինը Ինտերի պաշտպանները արձագանքեցին գնդակին կրկին Բուբա Աչից կա տարբերակ, բայց չփոխանցեց Բուբան, իսկ հիմա փակվեց գնդակի ճանապարհ Արաքելյան դեպի Պողոսյանը Կապելյան Շատ լավներ փոխանցումը դեպի Արտաշես Արաքելյանը տեսեք որտեղ է հասել Արաքելյանը ողջ կազմով Սիթին մրցակցի կիսադաշտում է Խլղացյան Վարդանյանն է հեռացնում Խլղացյանի արվածը այստեղ էլ Պողոսյանն է միջամտում պայքարին ու հակագրող կարող է իրականացնել Ինտերը Տեր Խաչատրյան դեպի Նավասարդյանը վտանգավոր է բայց Արշակ Պողոսյանը արդեն հասցրեց նահանջելու Բագել մրցակցի առաջխաղացման ճանապարհը ինչ անցում Պողոսյանից լավներ փոխանցումը Բուբային դեպի Համբարձումյանը ու հերու թողեց նաև Համբարձումյանը այստեղ գնդակը բայց անկյունային վաստակում է Մանչեսթեր Սիթին այո վերջում Վարդանյանին դիպավ գնդակը Համբարձումյանի փոխանցումից հետո ու անկյունայինը տեսնենք ինչ կտա Մանչեսթեր Սիթին արագ խաղարկում թողեց Բուբան Խլղացյանին Խլղացյան Բուբա հարված բարձր է ստացվում հիմա այլ Բուբայի կատարած հարվածը Երեք րոպե մինչև հիմնական ժամանակի ավարտ ու տեսնենք այս վերջին րոպեների ընթացքում ինչ կառաջարկեն թիմերը մեզ ինչ կառաջարկեն Մանչեսթեր Սիթին իսկապես Սիթին գնում է հանդիպան հաշիվը հավասարեցնելու բայց հակագրոների մասին պետք չէ մոռանալ Բուբա ուժեղ է նաև այս փոխանցումը Եվ Մինաս Ղազարյանը բնականաբար չի շտապում Թողեց Վարդանյանին, Վարդանյանն էլ ուժեղ փոխանցում դեպի առաջ, բայց Արաքելյանը այստեղ առաջինն էր վերահսկում էր իրավիճակը շատ հանգիստ է խաղում Արաքելյանը, եթե նկատում եք հանդիպան մետարկից միջից առանց որևէ լարվածության շատ հանգիստ կատարում է պարտականությունները Խլղացյան աչից կա Պողոսյան ուղարկեց գնդակը Արշակ Պողոսյանին կա նորից Խլղացյանը, բայց Համբարձումյանին է ուղարկում գնդակը Պողոսյանը ստացավ պատասխան փոխանցումը Պողոսյան դեպի Բուբան վտանգավոր է Գաբրիելյան գուցե հիմա որևէ բան ստացվի Բուբա ու ոչ չի այդտվում գնդակը ցանցում այո Սիթին մոտենում է մրցակցի դարպասին բայց վերջին հարվածը դիպուկ չի ստացվում Սիթիի ֆուտբոլիստների կողմից Վարդանյան երկար փոխանցում առաջ սա Բարսեղյանի գնդակն է ու դարպասապա ուղարկում է գնդակը Աչեզար այո արդեն Սիթին կարող է ողջ կազմով գնալ առաջ ու այսպես ասած փորձել իհարկե կամ խփել կամ բաց թողնել երկրորդը մեծ հաշվով էական տարբերություն չկա պարտվել 1-0 թե 2-0 այս խաղում եթե իհարկե խոսքը գնում է պարտության մասին քանի որ արդեն իհարկե այլևս խաղաժամանակ չի մնա Մանչեսթեր Սիթի համար այս խաղում պարտությունից խուսափելու համար Բուբա որի օր շանսն է ստանում այս խաղում Բուբան ու նորից վրիպում է Սիլա Բուբան այս իրավիճակում Ինչ հաշվի նկատ փոխանցում կատարեց Խլղացյանը նրան, բայց Բուբայի մոտ գրող եզրափակիլ չստացվեց Դավթյան Այո, տեսեք ինչ հետաքրքիր պատկեր է ստացվում մրցաշարային աղյուսակում Եթե այսօր հաղթում է Ինտերը, ապա առաջին հորիզոնականում է Դες զբաղեցնում Բուբա ևս մեկ փորձ Այս անգամ արդեն Մինաս Ղազարյանը փրկեց Ինտերին Այո, եթե 3 միավոր վաստակում է այսօր Ինտերը, ապա 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը Շտապենք Պողոսյան, Կոստենկով ու հիմա էլ փակվում է Կոստենկովի հարվածը, բայց հիմա մրցավարը Դադարեցնում է հանդիպումը հասկանանք ինչ է պատահել այս իրավիճակում Կոստենկովին Այո, խախտում չկար, պարզապես մրցավարը դադարեցեց, որպեսզի տեսնենք ֆուտբոլիստի առողջական վիճակը նորմալ է թե ոչ եւ այո Կոստենկովի հետ ամեն ինչ կարգին է անկյունայինը խաղարկված է Ռոբերտ Խլղացյան Խլղացյան լավ տարածություն ստեղծեց ինքն իր համար փոխանցում էլ կատարեց, բայց ուժեղ ստացվեց այս փոխանցումը ու եզից կնետեն Ինտերի ֆուտբոլիստները
Փոփոխություն կողմնոցան նաև ինտերնետ կազմում այս վարքյաններին Վարդենը վերադարձավ խաղադաշտը մեկեց մեր Դավթյանը ու ստանդարտը տեսնենք ինչպես է խաղարկելու Manchester City խլղացյանն է գնդակի մոտ վերջին րոպեն մեկ տարկած է հանդիպման կա մրցավարի Սուլիչը խլղացյան Հերվից արվածի փորձեր, բայց հեռացեցին ինտերի ֆուտբոլիստները գնդակը ևս մեկ գրոսիտից խլղացյան ևս մեկ փորձ ու իմ արդեն Մինաց Ղազարյանն է հեռացում գնդակը, այո, Կոստենկովը չդիպավ գնդակին, բայց դա ավելի վտանգավոր ստացվեց վերջին անկյունայինն է սա լինելու, հանդիպան վերջին դրվագն է, այո ու տեսնենք դա ինչի կվերացի Մանչեսթեր Սիթին Պողոսյան դեպի Խլղացյանը Դեպի Արաքելյանը հարվածքը տեսնենք արդյոք ոչ դեպի Բուբան ուղարկեց Արաքելյանն էլ գնդակը Բուբա բարձից փոխանցում Խլղացյան ուշեղ է ստացում Խլղացյանի հարվածը և վերջ հանդիպումն ավարտված է այո Արամ Վարդանյանի խփած գոլի շտորի Ինտերը վաստակում է երթական 3 միավոր ու միավորների քանակը մրցաշարային աղյուսակում հասնում 9-ի 3 անընդմեջ խաղում տանելով 3 անընդմեջ հաղթանակ խաղային օրը մեզ մոտ ավարտված է բարի գիշեր ու ամենայն բարիք